Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ ԵՄ դիտորդների ներկայությանը Հայաստանի Հանրապետությունում։ ԵՄ դիտորդական առաքելությունը տեղակայվել է մեր առաջարկությամբ, մեր խնդրանքով, որ նպատակն է ապահովել, նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի կայունությանը։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ տեղակայումից ի վեր իսկապես այս առաքելությունը ծառայել է այս նպատակին։ Իսկապես առաքելությունը ստացված է։ Միաժամանակ այն պահին, երբ կստորագրվի այդ համաձայնագիրը, կվավերացվի եւ ուժի մեջ կմտնի կայունությունը եւ խաղաղությունը այլևս շատ ինստիտուցիոնալ կդառնան։ Ես տեսնում եմ, որ ընդդիմադիր գործընկերները դժգոհում են, բայց նույն գործընկերները դժգոհում են ընդհանրապես եվրոպացիներին բերելուց։ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը խստորեն ընդդիմացող եւ դրանից դժգոհող եւ այժմ ԵՄ դիտորդական առաքելությանը չափազանց հոգատար վերաբերվող եւ կարեւորող մեր գործընկերներին ուզում եմ վստահեցնել, որ մենք, երբ որ այս համաձայնագիրը կստորագրվի, կվավերացվի եւ ուժի մեջ կմտնի մեր ԵՄ գործընկերների հետ քաղաքացիական առաքելության հետ համագործակցության մասով ընդունելի փոխշահավետ լուծումների կգանք, ասաց նա։